Եթե Սամվել Կարապետյանի թիկունքում կանգնած լինեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այդ ծրագիրը պրոյեկտը տապալվելու է, որովհետև հայ ժողովուրդը ինչպեսի փորձ արվի մոդելավորելու տեղայնացնել Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդկանց, այդ ուժերին Հայաստանում նորից իշխանության բերելու որևէ տրամադրվածություն կամ ցանկություն չունի։ Հիմա եթե այդ մոդելն է փորձ արվում կիրառել ու Սամվել Կարապետյանի թիկունքում պետք է կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թող այդ մարդիկ մտածեն, որ այդ Սամվել Կարապետյանին բերում են քաղաքության նոխած դարձնելու եւ նրա քաղաքական պատկերացումներին անդին իրեն ուղղակի այստեղ ձախողելու եւ այդ պլանը տապալելու վերջնաարդյունքով։ Բայց եթե այստեղ ուզում եմ ընդգծենք, բայց եթե իսկապես նման հավակնություն կա, այդ դեպքում Սամվել Կարապետյանը ինքը պետքա ձևակերպի, ինքը պետքա բանա, որը ես չեմ պնդում, ես կրկնում եմ 1-2 հայտարարություններով հնարավոր չի հանգել հետևության, որ այդ մարդը ունի նման հավակնություններ։